Ողջույն սիրելի հայրենակիցներ, ուրիշ կարծիք ոդկասթը կրկին եթերում է, կրկին ունենք հյուր, մեր շատ սիրելի Ժաննան, Live News լրատվականի գլխավոր խմբագիր, մեր լավ ընկերը, մեր խրամատի ընկերը։ Կխոսենք բնականաբար ընտրություններից եւ հերոս վարչապետ Նիկոլ Փաշինյանից, ով դեռ շարունակում է իր քարոզարշավը սրտիկներով, սրտիկների ձևն էլ մի քիչ փոխել է, բայց հիմքում մնացել է նույնը, էլի։ Շնորհակալ ենք հյուրընկալելու համար ու ձեր տպավորությունները քարոզարշավին մնացել են հաշված մի քանի օրեր։ Ես եմ շնորհակալ նախ հյուրընկալելու համար, իսկապես առաջին անգամ ու շատ տպավորիչ է, ողջունելի է։ Ու մի փոքր տարօրինակ կա, որ ես պատասխանողի կարգավիճակում եմ, որովհետև սովորաբար հարց տվողը ես եմ, հարցակվողը ես եմ, հիմա պաշտպանողն եմ, հա։ Այն մի հատ հավել եմ, հերոսին հավել եմ մեր հզոր վարչապետին։ Քարոզարշավի հետ կապված ինձ թվում է բոլորն են տեսել ինչա կատարվում, ինչ խայտառակություն է, համենայն դեպս իմ համար դասականից այնքան հեռու է, որ առհասարակ սա քարոզարշավ համարելը մեղմ ասած վիրավորական է նույնիսկ։ 2 օր է մնացել, եթե այսօրն էլ հաշվենք, դե լռության օրը մենք բոլորս լռելու ենք, բնականաբար, չգիտեմ, ըստ էության պայքար է։ Ամենահաճելի օրերից է, չէ՞, որ Նիկոլին չենք լսելու այդ օրը, չի հարցնելու, խիչ եք զոհվել, բաուրեիք կռվի ժամանակ եւ միանշանակ ես միշտ այդ եմ ասում ու առհասարակ երբ առիթ է լինում խնդրում եմ ժողովուրդ օգնեք ես այդ մարդու անունը այլևս ոչ եթերում ոչ արտանալիս ոչ լռության օրը շարունակվի հաջորդ ամբողջ տարվա ընթացքում չէ՞ հավերժ կլռի թե հավերժ չի լինի գրքերում իր անունը զետեղվի ու որպես վատ օրինակ պահպանվի միայն այդ դեպքում իր անունը ցանկության դեպքում կարդանք լսենք կամ չգիտեմ ինչ մնացած պարագաներում տա Աստված իսկ օրինակ ըստ Նիկոլ Փաշինյանի պետքա լրագրողները իրեն ընտրեն, չէ՞, ինքն է պնդում որ բան։ Հիմա ինչ եք կարծում լրագրողների ճնշող մեծամասնությունն է Նիկոլ ընտրելու թե ճնշող փոքրամասնությունը։ Դե եթե իր այդ հռետորաբանությանը հետևենք, որովհետև մի քանի անգամ իր ճեպազրույցներում նա վստահություն հայտնեց, որ այո, ինքը վստահ է, որ մենք ընտրելու ենք իրենց, եկել եմ հիասթափեցնեմ, ցավոք սրտի Նիկոլ Փաշինյան, մեր ձայները մի կողմ տար, որովհետև միանշանակում ասես կընտրենք, բայց ոչ քեզ կներեք։ Հիմա օրինակ ընդդիմությունը ունի հետաքրքիր թեզեր, դե իշխանականների թեզերը կոնկրետ է, այս մարդիկ գնում են դեպի Թուրքիա եւ Ադրբեջան, ուզում են ախպերություն անեն, այդ իսկ պատճառով մեր ռազմավարական դաշնակցի հետ խնդիրը այնքան է մեծացել, որ ապրանքաշրջանառությունը հասել է նրան, որ ուղղակի ստոպ է։ Պատկերացում չունենք ինչա լինելու, առավել եւս Նիկոլի վերընտրվելու պարագայում։ Հիմա ընդդիմության թեզերը տարբեր են, բայց հիմնականում գաղափարախոսությունը նույնն է։ Գոնե այս առումով այս ընտրությունների ժամանակ մենք ունենք իրավիճակ, որ համար 1 խնդիրը Նիկոլ Փաշինյանն է ու պետք է հեռացնել։ Բնականաբար յուրաքանչյուրը ըստ իր հավաքած ձայների, ըստ այդ հարաբերակցության, կարծում է, որ կկարողանան գոնե այս անգամ փորձեն այդ համախմբվածությունը դրսևորեն մինչև վերջի օրը, մինչև ամսի 8-ի առավոտը ներառյալ ու կարողանան այդ ընդհանուր կոնսենսուսի գան, բայց այդ թեզերից մի քանիսը ամբողջությամբ մեր Հայաստանի Հանրապետության լինել չլինելու մասին է։ Այսինքն մեր հայրենակիցների հետ պետք է աշխատանք տարվի նաև այս 2-3 օրերի ընթացքում, որ իրենք անգամ եթե չեն սիրում X քաղաքական գործչին, ընդդիմադիրների մասին է խոսքը, որտեղ կրկնում եմ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ ուղիղ ամեն ինչ պարզ է, այս մարդը ներկայացնում է Ալիևի շահերը, այսինքն այդ առումով ինքը այլ պնդումներ չունի, այլ առաջարկներ չունի ու այն խաղաղությունը, որ ինքը բերել է, գոյություն չունի։ Հիմա ընդդիմությունը պետք է աշխատի մեր քաղաքացիների հետ նախ որ գնան ընտրատեղամաս, ամենակարևորն է, ու իրենց ձայնը տան անցողիկ շեմը հաղթարող ընդդիմադիր յուրաքանչյուր ուժին, ու այն տարանջատումները չլինի, որ ես պաշտոնավարել եմ այսքան ժամանակ, այն մեկը ես էս փորձ ունեմ, մեզ պետք է բացատրել ոնց է, չէ, օրինակ շատ պրիմիտիվ այն ժամանակ Հայկ Մարությանը բաժանեց սև եւ սպիտակների ու իրենք հաղթեցին։ Ցավոք սրտի հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը չաջակցեց Նիկոլ Փաշինյանին, այլ ակտիվ մեծամասնությունը հաղթեց մեզ մեր հայի կերպարին հաղթեցին տրանսգենդերները եւ մյուսները։ Հիմա պետք է մենք նաեւ միասին բացատրենք մեր հայրենակիցներին, որ դուք չեք ընտրում
X քաղաքական գործչին ընդդիմադիր, դուք ընտրում եք մնում ենք հայ, թե չենք մնում հայ։ Վահե ջան, հենց այս համատեքստում տեսեք, երբ որ նայում ենք հիմնական այդ ընդդիմադիր ուժերին, ովքեր միանշանակ անցողիկ շեմը հաղթահարելու են, մենք տեսնում ենք, որ ծրագրային ըստ էության մանավանդ այն շեշտադրումները, որոնք շատ առանցքային են այսօրվա մեր հետագա գոյատևման համար, գրեթե նույնն է, շատ թեթև տարբերությամբ։ Հետևաբար սա ապացուցում է, որ ընդդիմադիր ուժերը որպես այդպիսին չունեն այնպիսի խնդիրներ, որի պարագայում դու պետքա տատանվես, թե ում ընտրես։ Ու իսկապես մենք էլ մեր եթերներում հաճախ թե հյուրերը, թե ես պարբերաբար պնդում եմ, որ ընտրության գնալը պարտադիր է ու անցողիկ շեմը հաղթահարող ուժին ձայն տալն է պարտադիր։ Որևէ կուսակցության մենք լոբինգ չենք անում, պարզապես այսօր գոյության հարց է։ Ուզում ես լինես հայկական պետությունում, ուզում ես արժանապատիվ ապրես, ընտրի ընդդիմադիր ուժի։ Չես ուզում քարլիցի, դա էլ է քո իրավունքը։ Ես հարգում եմ, օրինակ եթերների տակ, երբ որ կոմենտ են գրում 16 կամ չգիտեմ, հզոր Նիկոլ եւ այլն, ես դրանից չեմ սրտնեղում։ Դա քո իրավունքն է։ Ի վերջո, երբ անասնաֆերման կարդում ես, հասկանում ես, որ անասնաֆերման կենթայիները ընտրել են այդ տարբերակը, հավատում են, դա իրենց իրավունքն է, չէ՞ որ մենք իրավունք չունենք ոտնահարենք ուրիշի իրավունքը։ Այնուամենայնիվ ես էլ ուզում եմ պաշտպանեմ իմ իրավունքը, իմ Հայաստանում ապրելու իրավունքը։ Հետևաբար լիովին համաձայն եմ, այսօր մենք պետք է ապրենք այնպես եւ կատարենք մեր պարտականությունը, որը նաեւ իրացնում է մեր իրավունքը, ընտրության գնալ ու ընտրել։ Որ հետո չասենք, դե ես ինչ անեի, դե արդեն ամեն ինչ որոշված է։ Ինձնից բան կախված չի, հիմնականում թեզերից, որը շրջանառվում է, դե իմ ձայնից ինչ է կախված, բայց եթե մենք խորանում ենք ու նայում ենք մեր հայրենակիցներին այն տրամաբանության, որ 2.5 միլիոնից մասնակցել են ուղիղ կեսը, նախ 3 միլիոն վարչապետեր, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, գոնե պարտավոր էինք յուրաքանչյուրս մեր այդ մի ձայնը օգտագործեինք, որ բարձրաձայնեինք ընդհանուր խնդիրը, այսինքն եթե մենք համընդհանուր համապետական ընտրություններին 21 թվականի, պարզ է որ պատերազմի թմբիր կար, ինչ որ էյֆորիկ վիճակ կար, որը հաղթահարելու համար մեզ տարիներ պահանջվեց, ինչպես երևաց, բայց այնուամենայնիվ շատերը մտածեցին, որ Նիկոլ Փաշինյանը մեկապարտվելու չեն գնացել ընտրություն, ես անձամբ այս մարդկանց ճանաչում, որ ասին, դե պարզ է որ Նիկոլը չէր անցնելու, դրա համար ես էլ վստահորեն բան ու մեկ էլ հոп Նիկոլ Փաշինյանը հաղթեց։ Անհասկանալի պատճառներով, անհասկանալի պայմաններում, որովհետև ամբողջ աշխարհում անգամ անտրամաբանական է, որ կապիտուլյացիա ստորագրած ղեկավարը ընտրություններով վերընտրվի, ով բերել է արհավիրք, հանձնումներ, 5000 զոհեր ու Չագուչը ձեռը ինքը ֆռում էր։ Իդեպ նաև մեր հայրենակիցների համար, ես հենց դրան եմ ուզում անդրադառնալ, դուք ավելի լավ կհիշեք, օրինակ ես մի քանիսն եմ հիշում, որ Չագուչը ձեռը ինքը նախ պատժում էր նախկիններին ու անցել է 8 տարի, այդ պատժամիջոցները դեռ չի գործում, կամ գործերը չկա։ Ինչ անի խեղճ Նիկոլը։ Հիմա նորից խոստանում է, որ կպատժի։ Չէ, լավ, մի անգամ խաբեց այդ առում, լավ արագաչափերը խաբեց, նախկիներին չպատժեց, գերիներին հետ էր բերում, դեռ ճանապարհին են, այս 5 տարիա գերիները գալիս են, Փարքասո մի քանիսը վերադարձել են, այն էլ դեռ անհայտ պայմաններում, նենց չի որ դա Արարատ կամ Արաբատ Միրզոյանի կամ մյուսների, կարծում եմ դա գեոպոլիտիկ այս շղթայի մեջ ինչ որ մաս է կազմել, որը ի օգուտ ծառայի Ալիևին եւ Թուրքիային բնականաբար, բայց այնուամենայնիվ բազմաթիվ թեզեր կան, որ մենք հետ ենք գնում 18 թվականից գալիս ենք, դուք էլ կհիշեք, որ շատ թեզեր կա, որ շրջանառվել է ու մոռացվել է։ Օրինակ այն մետրոն դե չկա, Աջափնյակի կայարանը չկա, Արցախը դեօկուպացիա պետքա լիներ 21 թվականին, ակազվեցա Բրյուսելում, պարզվեց, որ հայկական չի էլ եղել, 1.96 թվականին է հանձնվել Արցախը, 1.2000 քանի թվականին եւ այսպես շարունակ։ Հիմա ինչ եք կարծում, մեր հայրենակիցները երրորդ անգամ արդյոք իրավունք ունեն լավ խաբվելու ու այս մոլորությունը մեզ ուր է հասցնելու էլի, ինչ եք կարծում։ Տեսեք, ես միանշանակ այն տեսակետի կողմնակիցն եմ, որ մեր հայրենակիցների մեծ մասը մտափոխված է։ 21 թվականի այդ ընտրություններից հետո, ինչպես հիշատակեցիք, երբ ես առիթ ունեցա հարցազրույց ունենալ հոգեբանի հետ, հասկանալու թե ինչ հոգեբանական ապրումների մեջ է մեր հասարակությունը եւ ինչու այսպես ստացվեց,
Շատ հստակ հոգեբանական այդ փուլային տարբերակներով ներկայացրեց հոգեբանը, թե ինչու այդպես ստացվեց եւ ինչ է մեզ սպասվում։ Դեռևս համապատասխանում է այդ փուլային, բայց եկել եմ Փաշինյանին մի հատ ցավոտ բան ասեմ, որ վերջին փուլը, որին կարծես մենք արդեն մոտ ենք գտնվում, մի քիչ դուր չի գա Նիկոլ Փաշինյանին, որովհետև դա քաղաքական առումով շատ ծանր հետևանքներ կունենա իր համար, այն ինչից ինքը խուսափում է։ Ինչ վերաբերում է այդ մուրճին, որը ինքը թափահարում էր, այս մուրճով սա իմ պողպատե մանդատն է եւ այլն, վերջերս էլ ինքը հիշեց այդ պողպատե մանդատը, հիշեց, որ թալան է եղել, հիշեց, որ այդ թալանը ինքը պետքա տա ծերերին, աղքատներին, բոլորին, մի քիչ էլ մեզ տվեք, եթե տալիս եք, եթե իհարկե տակը բան մնա։ Ի վերջո, էլի մանդատը թափա տալիս, բայց հասարակությունը արդեն նողկանք է ապրում այդ պողպատե մանդատից, այդ մուրճը, որը թափահարվում է, որտեվ ես ամենօրյա ռեժիմով շփվում եմ մարդկանց հետ, շփվում եմ այնպես, որ հասկանամ այդ մարդիկ ինչ են ուզում, երբևէ ոչ մի պարագայում ես չեմ իմ տեսակետը, կարծիքը որևէ մեկի վզին փաթաթել, ինձ հետաքրքիր է, թե ինչ են մտածում, հավատացեք դեռ իմ շրջապատում եւ ոչ թե նեղ շրջապատի մասին է խոսքը, այլ առասարակ շփման այդ եզրերի մեջ չեմ գտել գետ մեկ մարդ, որ ասի Նիկոլ Փաշինյանը ճիշտ է։ Բա այդ մասովկեն Քարոզ Արշավյան, որ օրինակ այսօր ես նայում եի, անկեղծ եմ ասում, ես էլ չգիտեմ ինչից զարմանում, բայց մի հատ կին, ուրեմն իրանց քարոզչա մեքենան միացրել են այն առումով, Չախոյաններով բանով, որ Ռուսաստանից գալիս են, որպեսզի Ռուսաստանի օլիգարխին ընտրեն բան ու այս նյութի շրջանակներում թերթում եմ ու բերում եմ, որ ես Մոսկվայից եմ եկել, վարչապետ ջան, արի մի հատ պատճեմ, որ քեզ պետք է ընտրեմ։ Հիմա լավ, ասենք, այդ ոնց ալնում, որ Մոսկվայից այդ կինը եկել է, որ Նիկոլին ընտրի, այդ նորմալ է, այն մարդիկ մեր հայրենակիցները կներեք խոպան գնացած մեր հայրենակիցները, ովքեր արտագնա աշխատանք են, որտեվ Նիկոլ Փաշինյանն էր, չի ասում, մի ասեք խոպան չի, արտագնա աշխատանքը եւ այլն։ Նախ Նիկոլ Փաշինյանը 8 տարիների ընթացքում չստեղծեց այդտեղ պայմաններ, որպեսզի այդ մարդիկ այլևս չգնան արտագնա աշխատանքի, դա մեկ։ Երկրորդ, եթե այդ մարդիկ ստիպված կյանքի բերմամբ հասել են այնտեղ, բայց իրանց ոնց ասեմ, պարտավորված են զգում, որտեվ մեր հայրենիքի հարցն է, որը իր հայրենիքն է նաև։ Հիմա իրական Հայաստանի բոլորը այդ պարտավորվածությունը Հա, իհարկե, այն ժամանակ ասում էր յուրաքանչյուրը պարտավոր է եւ այդ մեկը դու ես եւ այլն։ Հիմա ակազվեց, հա, այդ եւ այդ մեկը դու չի ով գնացել է Ռուսաստան, օրինակ Պսկով խոպան, ինքը իրավունք չունի գա, այն էլ այն դեպքում, երբ որ իր սահմանադրական պարտքն է պարտավորվածությունն է նաև ու այս օրասական պահին, որում որ գտնվում է մեր երկիրը, ինքը պարտավոր է գա, ախր դա սովորական պարտականություն է, ոնց որ ես հիմա պարտավոր էի գնայի բանակում ծառայի, գնացել եմ, նորմալ երևույթ է, այսինքն ես դա չեմ ծախում մեր հայրենակիցների վրա մի քիչ թանկով, որ գիտեք ինչ կա, ես 2 տարի անցկացրել եմ բանակում։ Այդ կարա ծախի Նիկոլ Փաշինյանը, որ իր տղուն քաչալացրեց, ուղարկեց բանակ, վերջում էլ ասեց, այնա եթե չի զոհվե հետ բերեք, Ջաբրայելը չէր ուզում հանձներ։ Առաջանում, բա որ այդ Ադրբեջաներ, ինչու ուղարկեց իր տղուն զոհաբերեց։ Այդ հարցերի պատասխանները դեռ չունեն։ Հիմա այս պահին կարևոր խնդիրն է նա, որ 300,000 ադրբեջանցիներ աղբեջան չեն գալի։ Ակազվեցա, այդ էլ այն թեզն է, որ ինքը ասում է ընտրությունների ընթացքում օգտագործում անդիմությունը, բայց իդեպ մենք փորփրեցինք նայեցինք, իդեպ երեք նաև Պետրոսի մոտ Նարեկ Կարապետյանը պնդում էր, ուներ փաստերը, որ այնտեղ 3 բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից, այո, ասել են, որ գալու ենք իրենց եզրույթը այսպիսին արևմտյան Ադրբեջան եւ այլն։ Հիմա այն հայրենակիցները վերադառնամ հարցի սկիզբը։ Այն հայրենակիցները, ովքեր որ եկել են, որ ընտրեն Փաշինյանին, ու այն հայրենակիցները, ովքեր որ պետքա գնան ընտրեն Փաշինյանին։ Իրանց մոտ մենակ հմեկնա ցույց տալի, թե ինչ որ դրդապատճառներ պետք է ունենաս, որ կարողանաս Նիկոլ Փաշինյանին աջակցես, այն էլ ընտրես։ Անկեղծ ասած, այս 8 տարվա մեջ, Վահե ջան, իրականում երբ դուք ասում եք 21 թվին տարօրինակ էր, որ ընտրեցին, անսպասելի էր,
Իմ համար 18 թվին էլ էր անսպասելի, որ կարելի է ընտրել մի մարդու, ով կանգնում է բացեի բաց իլուր աշխարհի, ասում է կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստան վարչապետ չի ունենալու։ Չգիտեմ, գուցե իմ պահանջմունքները երկրի ղեկավարից ավելի բարձր են, քան իրականում պետք է լինել, բայց սա արդեն իմ համար այդ չափորոշիչ է, որ այս մարդը ձեր ինտելեկտի համապատասխան է, բայց բոլորը չեն, չէ՞։ Այն ինչ այսօր նրանք, ովքեր համարում են, որ Փաշինյանը ճիշտ է, երբ դու իրենց հետ փորձում ես ինչ որ նախկիններն են արել, Արցախը տված էր ուղակի չէին, երբ որ դու փորձում ես հակադարձել, փորձում ես հասկանալ, անհնար է հասկանալ այդ մարդկանց տրամաբանությունը, որտեղ վերջում գալիս հանգում ես մի կետի, երբ ինքը ասում է, ես քո հավեսը չունեմ, մեկը նախկիններին ընտրող չկա, ու ինքը գնում է, փախնում է։ Հետևաբար իրանց հասկանալու համար լուրջ են Ալիևներ չէ ասում հենց այդ նույն այդ գիտությունների ակադեմիայի ելույթի ժամանակ ասում էր հայերին պետք է ուսումնասիրել, հոգեբաններ եւ այլն, գուցե նկատի ուներ հենց այդ Նիկոլ Փաշինյանին, ում ոչ վաղ անցյալում ինչ էր ասում հարբեցող ծաղրածու, դա ես չեմ ասում, դա ինքն է ասում։ Գուցե Ալիևի շփման այդ եզրերը կամ նրան ներկայացրած այդ տվյալները հայերի այդ մակարդակն է եղել, որ այս մարդը այդ կարծիքին է։ Այնուամենայնիվ ես մնում եմ այն տեսակետին, որ Ալիևը ինքը շատ պետքա երազի, որ նախ մարդ կոչվի, որովհետև հիշում եք, չէ՞, մենք ինչպես ենք իրենց որակում, ինչ կենթանու կերպարվում ենք, ու հիմա իրականում անկախ են հանգամանքից, թե ես ինչ տեսակետ ունեմ Փաշինյանի հանդեպ, նա ներկայացնում է իմ երկիրը։ Ու ինձ համար վիրավորական է, որ ծիծաղելով, հեգնելով կամ մատ թափ տալով են մեր երկրի ղեկավարի հետ խոսում։ Այստեղ մի հետաքրքիր նկատառումն է, դե բնականաբար ԿՊ ուսապարկերը չեն նեղվում, որ իրենց ղեկավարին հարբեցող ծաղրածու ասում, էլի նեղվում են այն մարդիկ, չեն անդրադառնում, որ չսադրեն։ Okay, բայց մենք ունենք ինքնասիրություն ու այդ հայրենասիրությունից զատ, այդ ինքնասիրությունը թույլ չի տալի, որ եթե ինքը համարվում է մեր երկրի ղեկավարը, արդեն մենք իր համար փորձում ենք, չէ, ասենք ինչ որ գոնե այն իրավիճակը ստեղծենք, որ Պարզը չէ, գնում ենք արտերկիր, շատերը լինում է, որ ասում են օտարերկրացու մասն է, ոչ թե այնտեղ ապրող հայերի, որ ձեր վարչապետը ես հնարավորինս փորձում եմ նենց շրջանցեմ, որ ուղիղ չքրֆեմ, ասեմ, դու էլ այդ վարչապետն էլ գնա, իսկ իր ենթակաները, ովքեր որ 7 միլիոն դրամ պարգևաճար են ստանում, կարող են, չէ, ինչ որ սկզբունք ունենան, մի փոքր ինքնասիրություն ունենան, լավ փորձեն падգամավորի մակարդակով ինչ որ մի ձև հակադարձեն, որովհետև երբ որ ընդդիմադիրներից մեկը մյուսին ասում է դավաճան իրենցից, միանգամից կալանավորել, ռաստրիլյաց, ինքը ազգի դավաճանն է, ինքը չգիտեմ, ռուսներինա ծախվե, պարսիկներինա ծախվե, բան, բայց ուղիղ Ադրբեջանի նախագահի շուրթերից ոնց կարելի է այդ լսել ու չպատասխանել, չհակադարձել։ Ու չեմ կարող չնշել 3 ուժեղ Հայաստանի հանրահավաքի ժամանակ եղել է կարճ վիդեո տարբերակ, որտեղ ադրբեջաներեն խոսույթ է եղել եւ այլն բան, եղել է նրա մասին, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա, պարզա բոլորս հասկանում, այսինքն նորմալ adekvat մարդիկ հասկանում են, ինչի մասին է խոսքը, այսինքն մենք ասելով ընդդիմությանը ես մեզ եմ էլի վերագրում, իրենք չեն ուզեցել բնականաբար, չեն ներկայացնեն ադրբեջանական կողմը ավելի լավ առումով, ներկայացրեն, որ ինչ է սպասվում։ Հիմա սրանք վայնասունը գցել են, այսօր տեսել են, որ հանրապետության հրապարակում ադրբեջանական բանը ելևեջներ եւ այլն, նախ ադրբեջանցիները հրապարակում ապարում էին, մեր հայրենակիցը արցախցի նկարել էր, իրան էիք դատում, դա մեկ։ Երկրորդ Դուք ասում եք, որ մեր թշնամին չի, Ադրբեջանը մեր հարևան պետությունն է։ Հարևան պետության լեզվով ոչի բան չի կարելի դնել, այսինքն որ ռուսերեն ինչ որ բան դրված լիներ, խնդիրներ լինելու կամ վրացերեն եւ այլն։ Խնդիրը այստեղ ոչ թե ինչու է ադրբեջանական լեզու կամ խոսույթ, այլ խնդիրը նրանում է, որ դա արել է ընդդիմությունը ամբողջ հարցը։ Իրանք պետք է անեին, չէ՞, որտեվ իրանք են Ադրբեջանի ներկայացուցիչները նախ, այո։ Հիմա այստեղ կա նախանձախնդրություն, հա, այդ առումով, օքեյ։ Հա, մոտեցումներ, որ իրենց սրտով չէ։ Եթե տեսել եք այն ՀՄԿ-ի դեբատը, որտեղ կուսակցությունների տարբեր ներկայացուցիչներ էին մասնակցում, ես ընդունում եմ այն հանգամանքը, որ հնարավոր է մեր արտգործնախարարի պաշտոն զբաղեցնող անձը հունից դուրս եկավ, երբ որ ասաց, որ մեր համար, մեր խնդիրը դուք եք ընդդիմադիր ուժին վերագրելով։
Բայց եկեք միացես տարբերակ։ Ինչքան ուզում ես դու հունից դուրս գաս։ Կարող ես ասել բան, որը քո մտքի մեջ երբևէ չի մտածվել։ Ենթագիտակցության մեջ եթե չլինի, հնարավոր չի դա արտաբերել, այո, իհարկե։ Դու չես կարող ասես երբևէ ինչքան ուզում ես հունից դուրս գաս, որ դու ավելի վատն ես, քան ասենք Ալիևը։ Երբեք ամենազայրացած, բարկացած պահին։ Հիմա այս պարագայում, երբ նման միտք է արտաբերվում, ես ուղղակի մի բան եմ ուզում ասել մեր հայրենակիցներին, մեր բոլոր հետևողներին, ու միշտ դա եմ ասում, ժողովուրդ մտածեք, մտորեք։ Այո, ես հենց այդ չափորոշիչներով կարող եմ հոգեբանական այդ բանը ենթագիտակցորեն յուրաքանչյուր հայ դա հասկանում է։ Ու ուղղակի պետքա ոչ թե լսել մեզ, մյուսին, այն մյուսին, այլ ուղղակի մտածել։ Նույն երկու օրինակ կարող եմ բերել, օրինակ մետրոյի մեջ երբ որ հերոսի աղջկան, չէ, արցախցի, ինքը սրտից եկած ասեց, հետո ներողություն խնդրեց, բայց իր սրտի եկածն էր ասում, նենց չի որ, հա, իրան հո տեքստը չէին տվել, որ ինքը արտաբերի։ Հետո խմբագրեց, հետո այո, խմբագրեց, որ գիտեք ինչ կա եւ այլն բան։ Բայց դա էլ է անընդունելի է։ Այն մյուս տարբերակը, որ երեք էլի հրապարակում այդ կնոջը միացրել էին տեսաուղերձով, ուրեմն ինքը որ ասում է, այո, բժշկուհուն։ Այսինքն էլի ինքը սրտանց թևից հասկանում եք տղամարդը, լավ, ասենք կապ չունի։ Երկրի ղեկավար լինես, թե շինարար լինես, ոնց կարելի է տղամարդը կնոջ թևից քաշի, բժշկուհու տարեց առավել եւս, որ ու ասի, գիտես ինչ կա, ասենք, դու զով էիր, դու թռած ես, ոնց կարելի է նման լեքսիկոնով երկրի ղեկավար։ Օրինակ իմ համար շատ հաճելի կլիներ, որ Նիկոլ Փաշինյանը գնար Ալիևին նման վերաբերմունք ցույց տար, անկեղծ եմ ասում։ Անկամ եթե ընդդիմադիր լինելով իր սխալները հաշվի առնելով, ինքը որ գնար ասեր դու ասենք հերդ բան չէի կարող մեզի հաղթեք եւ այլ, ես կուրախան նայեք, ասում դե լավ, այս մարդը հիմա նրան հարբած ծաղրացու աստուծին են գնացել է հակա, բայց դու տարեց կնոջը թևից քաշում ես, տղամարդը տղամարդու հետ չես կարողանում նստես Ալիև հետ խոսած, իդեպ ըստ իրա էր Ալիևը կառուցողական, հետո մենք չենք ասել։ Մեր համար Ալիևը մի մարդ էր, ես կարող եմ ասել այն տասնամյակը, որը Սերժ Սարգսյանի օրոք ա եղել, որ իրեն փակ դռների ետևում այդ Աքլոր Ալիևին ստիպում էին, այսինքն ինքը ընդունում է, որ ինչ որ մեկ իրան կարողացել է ստիպի։ Ինքն էլ սրտնեղած դժգոհում էր, որ միջազգային բնավեական չի պայմաններ, այսինքն եթե տղամարդ ես ու քեզ ստիպում են, ուրեմն դու ուժեղ տղամարդ չես։ Ու եթե դու երկրի ղեկավար ես, դու նույն կերպ ներկայացնում ես քո պետություն, այն էլ հորդ իրավահաջորդն ես, այսինքն դու չես էլ վաստակե, բայց այդ արդեն ադրբեջանցիների խնդիրն է։ Բայց դու լինելով Ադրբեջանի նախագահ, քեզ երրորդ երկրում ստիպում են, որ դու ինչ-որ մի բան անես, դու պատկերացնում ես, եթե երրորդ երկրում չներ, դու գայիր ու ուզենայիր Արցախում ինչ-որ իրավիճակ փոխեր քեզ, այն երրորդ երկիր էլ չէր փրկելու։ Հիմա ասածս նրանում է, որ երկրի ղեկավարել ենք ունեցել ու երկրի ղեկավար ունենք, ախր այս համեմատականները, որ տանում ենք, արդարացում չունի Նիկոլ Փաշինյանը։ Կնոջ հանդեպ այս իշխանության մոտեցումները առհասարակ իմ համար դատապարտելի է, որովհետև ինչ ուզում եք ասեք հին եմ, չգիտեմ ինչ եմ, իմ համար սկզբունքային է, որ լինի այն ավանդական փոխադարձ հարգանքը։ Կինը պետք է իր տեղը ճանաչի, տղամարդը իր տեղը, այսինքն տղամարդը պետք է պատվի, հարգի կնոջը եւ հետեւաբար ստանա փոխադարձը։ Հիմա այդ մասով հասկացանք։ Հիմա վերադառնամ իմ այն խոսքին, որ Փաշինյանը խմբագրեց, որ ինքը Արցախի էլիտային նկատի ունի։ Այստեղ մի կարևոր փաստ է, որ մենք միշտ այդ բառը շրջանցում ենք։ Տեսեք, Արցախը ղեկավարությունը լավն էր, վատն էր, իր սրտով չէր։ Հիմա ինքը ասում է, այ դուք ընդդիմությունը համոզեց փոխեցին, դրա համար Արցախ։ Okay, ընդունենք մի բան, որ ընդդիմությունը համոզեց, բայց այս պարագայում եկեք հիմա զուգահեռ տեսնենք Ադրբեջան-Թուրքիա, որտեղ Թուրքիան համարում է, որ Ադրբեջանը իր փոքր եղբայրն է։ Գրեթե ըստ էության, իհարկե որոշակի վերապահումներով, նույն պատկերն է Արցախ եւ Հայաստան։ Չասեք թե այնտեղ ամեն ինչ հարթ է, որովհետեւ թե սովորական ժողովրդի մակարդակով, թե առհասարակ պետական մակարդակով որոշակի տարաձայնություններ կան, առհասարակ Թուրքիայի ժողովուրդը Ադրբեջանի ժողովրդին չի համարում իրենց հետ հավասարազոր։ Բայց երբևէ դուք տեսել եք Էրդողանը որևէ թթու խոսք ասի Ալիևին, անկախ նրանից, որ նրանց ուղղությունները արտաքին քաղաքական տարբեր են։ Այսինքն ինչ է ստացվում, այդ պատմություն չունեցող, չգիտեմ որտեղից ծնված, իրենք իրենց ձեռքով պատմություն գրող, այդ ազգերը իրար հարգել գիտեն,
Մենք ովքեր են, որ միշտ պարտանում ենք, մենք պատմական ենք, հազարամյակների ենք, մենք առաջին քրիստոնյա։ Մենք հին Ռոմ ենք տեսել, մենք ծովից ծով Հայաստան ենք Դա ունեցել։ ինչի մասին է խոսում։ Նա խոսում է մարդու առանձին անհատական բարոյական արժեքներից, հետո հայրենիքի, հայրենասիրության, պետության մոդելի նկատմամբ իր վերաբերմունքից, հետո հոգեբանական որոշ խնդիրներից։ Հիմա ուզում եք խմբագրեք դա կնոջը նկատի ուներ, էլիտայի նկատի ուներ, ինձ նկատի ուներ, թե ձեզ նկատի ուներ, դրանից գունեությունը չի փոխվում։ Դրա համար, երբ որ դու փորձում ես այդ ամեն ինչը վերլուծես, հասկանաս ինչի մասին է խոսքը, դու հասկանում ես, որ ամոթ է։ Իրականում ես ամաչում եմ։ Ես ամաչում եմ հիմա այն երկրից, որում ապրում եմ ես ու որում մեծանում են իմ երեխաները, որովհետև իմ երեխան, ով կդառնա 8 տարեկան, այնպիսի քաղաքական մտքեր է արտաբերում, ու հասկանում եմ, ինքը ապրում է մի ընտանիքում, որտեղ այդ քաղաքական թեմաները անկախ իմ կամքից շրջանառվում են, որպես աշխատանք, բայց այստեղ մի կարևոր կետ կա, մանրուք կա։ Իմ ամուսինը երբևէ քաղաքականությամբ չի հետաքրքրվել։ Իսկ այսօր ինձնից ավելի շատ է հետաքրքրվում։ Նույնիսկ երբեմն նյարդայնացնում է։ Դա ինչի հետևանքն է։ Դա այսօրվա 8 տարվա քաղաքական անցուդարձի, քաղաքական խայտառակության հետևանքն է։ Այսօր խոսեցինք այդ Ռուսաստանի հետ կապված խնդիրներից։ Ինչա տեղի ունենում, ինչա ասում Նիկոլ Փաշինյանը, չեն ընդունում իրենց մեղքը։ Իդեպ կհիշեցնենք, երբևէ եղել է դեպք, որ իրենք ընդունեն իրենց մեղքը։ Մի անգամ ազգային ժողովում, որպես մեղավոր չընդունեց, բայց ասեր ես կարող էի Արցախը հանձնել առանց զոհերի, բայց ինձ կասեին Դավաճան։ Այսինքն մի 10%-ով ընդունեց, որ ինքը մեկա Դավաճանը, ուղղակի զոհերն էլ հետը որպես իր խղճի ծանրաբեռնվածություն տանում է, բայց եթե վերցնենք գլոբալ առումով 8 տարիների ընթացքում են հանձնումները, սպանությունները, արհավիրքները, որտեղ յուրաքանչյուր փողոցում անգամ եթե ինչ-որ սպանություն է լինում, դա այն ամենաթողության արդյունքում է, որը պատասխանատուն իշխանություններն են։ Եթե ընդդիմությունը լիներ ոստիկանապետ նշանակած, ընդդիմությանը կհարցնեինք, չէ՞։ Հիմա այս մարդկանց մոտ կա բարդույթ։ Իրանք կարծում են, որ դե դուխովներն են, չէ՞ իրանք իբրև թե որ ներողություն խնդրելը ամոթ է իրանց համար, մեղքը ընդունելը ամոթ է իրանց համար, բայց իրանք չգիտեն, որ աշխարհի մեծերը հենց այդ երկու կարևորագույն առավելությունն են ունեցել, դրա համար կարողացել են եւ Տիգրան Մեծը ծովից ծով Հայաստան ունենա եւ Ալեքսանդր Մակեդոնացի ընդհանրապես գոյություն ունենա, որովհետեւ եթե դու սխալների վրա չես սովորում ու էական նշանակություն չի ունենում ինչ սխալ ես գործել, այնքան ինչ ես անում այդ սխալից հետո, որովհետեւ ամենամեծ նշանակությունը սխալը գործելուց հետո, որովհետեւ քանի որ մեզ Աստված սխալական ստեղծել է, ցավոք սրտի մենք արդեն այդ կրողն ու շարունակողն ենք։ Մենք կարող ենք սխալվել, բայց այդ սխալից չպետք է ենթադրի 5000 զոհ կամ 12000 քառակուսի կիլոմետրի կորուստ։ Իտո, ասես որ գիտես ինչ կա, էլի ես ընդունում եմ այդ ամեն ինչը, բայց այդ նախկինում էր տրված ու ինքը բանակցում էր զորական կետից։ Այսինքն այս մարդկային սովորական մեղքերը այնքան է հավաքի իր վրա, որ ոչ աստվածաշնչի հետ կապ ունի, ոչ եկեղեցուն արդեն չուլանա, չէ՞ համարում։ Այսինքն ինքը այնքան է հերված է այդ ամեն ինչից հեռացել։ Հենց եկեղեցու հետ կապված հստակ ձևակերպ։ Իր համար արդեն պետքա սովորական լիներ ոչ թե այդ մեղքը հեռու տանել, այլ ընդունելն ու ապաշխարելը, որովհետև մենք քրիստոնյաներս այդ սկզբունքով ենք ապրում։ Տեսեք, ինքը ինչ է ասում է ժողովուրդ, ես ձեր պես այն ժամանակ, որ ասում էի Արցախը Հայաստան է, ես սխալ հայրենասիրական մոդելով էի։ Փաստացի էլի նախկիններն են մեղավոր, որ այդ սխալ հայրենասիրական մոդելներն են իրան որ նախկինները դաստիարակել են, որ Արցախը հայկական է, ինքը կարար գնա Շուշիում տրնգի ապարեր, էլի նախկիններն են մեղավոր, որ ազատ անկախ Արցախ ունեն, գնում են այնտեղ տրնգի ապարեր։ Բայց անկեղծ ասեմ, Վահե ջան, գիրքը կարդացել եք։ Ռիսկ չեմ անում։ Այդքան դուխ չունեմ, որտեղ այդ այլասերվածության էպիզոդներ կա, որ վախում եմ։ Ներողություն խնդրում իմ ընտանիքի անդամներից, բայց ես դա կարդացել եմ, որովհետև ասում եմ խայտառակությունը, չգիտեմ։ Ճիշտ են ասում։ Ինձ հետաքրքիր էր մասնագիտորեն տեսնել այս մարդու տրամաբանությունը, մոտեցումները։ Եվ ես վստահաբար կարող եմ, ինքս իմ սուբյեկտիվ տեսակետն է, այսինքն ես կարող եմ ունենալ այդ ողջամիտ կասկածը, որ այս մարդը իրականում կեղծում է, որ ունեցել է նույն հայրենասիրական մոդելը, որով ապրում ենք մինչև հիմա ես, դուք եւ մերպես հազարավոր եւ միլիոնավոր մարդիկ։
Այսինքն այն, որ Արցախը Հայաստան է, մենք վերջ չէինք ասում, բայց մենք դա գիտենք, որ Արցախը Հայաստան է, որովհետև մենք երկու հայկական պետականություններ ենք։ Այն ինչ ինքը ներկայացնում է, իրականում գրքով, երբ որ դու հոգեբանորեն իր հոգեկերտվածքը տեսնում ես, ինքը այդ գաղափարի կողմնակից չի եղել երբեք։ Դրա համար այստեղ տարօրինակ է, էլի ինչու նման հռետորաբանություն։ Հիշում եք, ասում էր նախկինները ինձ մեղադրում են, որ ես եկել եմ Արցախը վաճառելու։ Հա, գումարներ են ծախսում, լրատվականներ են վարձում, բառացի կրկնում եմ, որ տեսեք, այ Նիկոլը եկել է այս իշխանությունը, որ հանձնի Ղարաբաղը, Արցախը եւ այլն, սուտ է դա եւ այլն, մեկ էլ հոպ ակազվեցա, էլի ոնց որ ասում։ Բայց ինքը մեղավոր չէր, չէ՞։ Ինձ թվում է, պետք է արդեն էական նշանակություն չունեն։ Այս 8 տարիների ընթացքում մեր հայրենակիցները այս ամեն ինչի միջով մեր հետ հավասար անցել են։ Անգամ եթե չեն եղել պայքարի խրամատում, իրանք տեսել են, երբ որ մենք պայքարում էինք, ծեծում էինք զոհվածի ծնողներին, գերիների ծնողներին, անհետ կորածների ծնողներին, եթե ինչ որ իշխանություն, յուրաքանչյուր իշխանություն կապ չունի լավը լինի թե վատը, եթե չի հարգում այդ ծնող հասկացողությունը չկա իր մոտ, ինքը ոնց չի հարգում զոհվածի ծնողին, տենց իր ծնողին, եթե մարդը իր ծնողին չի հարգում, հայրենիքը ընդհանրապես չի կարող հարգի որպես սուվերենություն կամ որպես պետություն կամ ինքնիշխանություն, ուզում ես դոշին խփի, ուզում ես ճակատին խփի, այս մարդը չունի այդ արժեքները, այնպես որ իրենց այդ ամեն ինչ պարզ է։ Ու քանի որ մեր շապիկները խնդրանքը եւ հորդոր, կուզեինք վերջում անդրադառնայինք մեր հայրենակիցներին այն խնդրանքով, որտեվ արդեն իրավիճակը նենց է, ով գիտակցում է, հասկանում է, մեր այդ խրամատում է, ինքը պայքարում է, յուրաքանչյուրը իր խրամատի մեջ գտնվող, մեկը քերուն է բացատրում, մեկը մորքուրին, որ գիտեք ինչ կա, գնացեք ընտրատեղամաս, ընտրեք ընդդիմադիրներից մեկին։ Հիմա եւս մեկ անգամ ուզում եմ, որ մենք կարճ հիշեցում էլի Այս 8 տարիները մի հատ վեր հիշեք, դուք քվյա խցիկում ձեր քվյաթերթիկի հետ մնալու եք ձեր խղճի հետ մենակ ու բացի Աստծուց ոչ մեկ ներկա չի լինելու, այնպես որ կատարեք ճիշտ ընտրություն, որպեսզի մենք կարողանանք եւ Արարատին նայենք եւ ունենանք Արագած, որպեսզի մենք կարողանանք եւ Արցախը արտաբերենք եւ փորձենք Արցախի մասին միայն հիշողություններով չապրենք, որպեսզի մենք ունենանք լավ թոշակներ, լավ նպաստներ ոչ թե ընտրություններից 1 ամիս առաջ, այլ ընդհանրապես այդ 5 տարիների ընթացքում, ու մենք կարողանանք բարեկեցիկ կյանքով ապրենք մեր անկախ Հայաստանի Հանրապետությունում ու երբևիցե չհամաչենք, որ մեր երկրի ղեկավարը ով պնդում է, որ ինքը իրանից ինչ-որ բան է ներկայացնում, հասնի մեր երկրից դուրս սահմաններն այն կողմ, ինքնաթիռից իջնի ու մենք խայտառակվենք։ Ես ուզում եմ այդպիսի Հայաստան, այդ Հայաստանը կլինի ուժեղ Հայաստան, բարգավաճ Հայաստան, թե ուղղակի Հայաստան, ինձ այդ Հայաստանն է պետք, որպեսզի ես իմ երեխաներին փոխանցեմ գոնե այն Հայաստանը, որը ցավոք սրտի այս պահին առանց Արցախի է։ Ես լիովին համակարծիք եմ քեզ հետ Վահե ջան, իրականում այն ամենը ինչը շատ կարևոր է, ֆիքսեցինք, արձանագրեցինք, այստեղ մի հավելում ես ուղղակի կանեմ։ Մենք հաճախ, տեսեք, մի սենց կենցաղային օրինակ եմ բերում, երբ որ Բաքում ինչ-որ հայհոյանքներ են, վիճաբանության հայհոյանքներ են հնչում, կանանց տուն են ուղարկում, չէ՞։ Այսինքն կամ եթե կնոջ ներկայությամբ ինչ-որ մեկը հայհոյախոսություն է անում, ինչ են անում, ավելի լուրջ խնդրի առաջ է կանգնում, այդ վիճաբանությունը ավելի թեժանում է։ Հիմա ես ուզում եմ, որ նորմալ չլինի այդ հայհոյանքը։ Ես ուզում եմ, որ հենց հեռուստատեսությամբ, հենց ազգային ժողովից այդ ամեն ինչը նորմալ չլինի, որովհետև ինչպես դուք էլ իրավացիորեն ասեցիք, երբ վերևից արդեն գալիս է սկզբունքներ, հետևաբար հանցագործություններ ու մնացած բաները ավելի աճ են ապրում եւ պատասխանատուն իհարկե իշխանությունն է դառնում։ Ես ուզում եմ, որ հանցագործությունները չլինեն նորմալ։ Ես ուզում եմ, որ ատելությունը չլինի նորմալ, ես ուզում եմ, որ նորմալ լինի առաջվա պես ժպիտը, սովորական, ոչ թե աննորմալ ժպիտը, որ մի փոքր խեղկատակի տպավորություն է թողում, այլ հիշեք մեր առաջվա դեմքերը, մենք բոլորս հանգիստ էինք, իսկ հիմա անհնար է հանգիստ լինել, որտեվ դու չգիտես վաղը ինչ է սպասում, ես ուզում եմ նորմալ լինի հանգիստը։ Ես ուզում եմ, որ մեր երեխաները ուղղակի մանկություն տեսնեն, ոչ թե հանրահավաքներ, հիմա ես ինչի պետք է 3 երեխաներիս հետ գնայի հանրահավաքի։
Ինչի համար, որովհետև ես հասկանում եմ, որ մենք ունենք խնդիր, ու էական չի, թե որ ընդդիմադիր ուժն է ինձ համար քավլիցի, ես ընտրում եմ բոլոր հայկական ընդդիմադիր ուժերին միասնական։ Հիմա իսկապես ժողովուրդ, որպես հայ կին, որպես հայ մայր, չգիտեմ, որպես ձեզնից մեկը, ձեր քույր, խնդրում եմ, ընդամենը 10-15 րոպե պահանջվելու ձեզնից։ Եկեք հարգենք մեզ, որովհետև մեր արժանապատվությունն է, հարգենք մեր մայրերին, մեր կանանց, որովհետև այն արժեհամակարգը, որով մենք մինչև այսօր ապրում ենք այս 8 տարվա մեջ, նորմալ չի, ժողովուրդ, նորմալ չի։ Եկեք վերադառնանք մեր հայկական հայեցի արժեհամակարգին, իսկ դրա համար ինչ պետք է անենք, ընտրենք ընդդիմադիր ուժերից որևէ մեկին։ Կարծում եմ ընդդիմադիր այդ անցողիկ ուժերը, այդ արժեհամակարգը կգիտակցեն, որ ամենաառաջին այդ հենց անվտանգային խնդիրը պետք է լինի արժեհամակարգի վերականգնումը։ Սա է։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ ընկալվելու համար։ Մեր հայրենակիցներին բնականաբար մաղթում եմ այսօր լավ օր, լավ երեկո ու խնդրում եմ եւս մեկ անգամ, որպեսզի տեր կանգնեն մեր երկրին, իրենց քվեին, իրենց ձայնին, որպեսզի վաղը մենք չունենանք այն ցավալի իրականությունը, որի մեջ նախորդ ապրում ենք այս տարիների ընթացքում, այնպես որ էլի խնդրանքս եւ հորդորս գնացեք ընտրատեղամաս, որ սրանք գնան։ 2026-ին մերժում ենք 16-ին։ Միանում եմ։